Նրանց ովքեր գտնում են Ֆորտունա Արստանկեյության եթերային աշխատանքի հետ միասին, սա բացենյակն է, մենք արդեն հյուրասրահում ենք ու սիրով ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր սիրում են թատրոն։ Ովքեր են սիրում թատրոն, դու սիրում ես թատրոն։ Բոլորը սիրում են թատրոն, այո, բնականաբար։ Եվ սիրով ներկայացնում ենք մեր հյուրին։ Կամ գրեթե բոլորը։ Գրեթե բոլորը։ Չի սիրում մի հոգի։ Զզվում ամի հոգի կամ չի սիրում մի հոգի։ Այո։ Սիրով ներկայացնում ենք մեր հյուրին, մեր տաղավարում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնի տնօրեն Հերիքնազ Բաղդասարյանն է։ Ողջույն, բարի գալստացնենք։ Բարև։ Մեր շատ սիրելի ամենակարևոր արտահայտություն մոռացար, ոչ ինչ ես կուղամ։ Այդպես է, ինչպես ասում են, բարև ձեզ։ Այո, նորից բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, հրաշալի։ Հետ ջան, մենք մեր զրույցի նախնական հատվածում փորձում ենք եւ պիտի փորձենք նաեւ ամփոփել 2025-ի ամենահիմնական ձեռքբերումները, որն այսօրվա մեր հանդիպման նպատակն է, եւ իհարկե նաեւ խոսենք մեր ընդհանուր գործերից։ Ինչպիսին էր Բոհեմի համար 2025-ը եւ արդյոք գոհ են բոհեմականները իդեմս ձեզ։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար, ինչպես միշտ հաճելի ու տաք է ձեր հյուրասրահը։ Պետք է ասեմ, որ 2025-ը բավականին բեղուն էր Բոհեմ կամերային թատրոնի համար, հասցրեցինք ունենալ եւ պրեմիերա, եւ հյուրախաղ, եւ փառատոների մասնակցություն ունեցանք, չգիտեմ բոհեմականները գոհ չէ, բայց պիտի աշխատել, անկեղծ ասած լավ աշխատել են ընկերներս բոհեմականները բավականին բուրըն աշխատանքային տարի ենք ունեցել եւ մեծ հույս ունեմ, որ այս տարի պիտի կրկնապատկենք քննությունները։ Որը կհամարեք 2025 գլխավոր ձեռքբերումը հենց թատրոնի։ Եվ այդ բուրնի փակագծերը եկել հերթով բաց են։ Այո։ Նախ շատ կարևոր էր մեր հյուրախաղը Ռուսաստանի Դաշնություն, անապակաղակ ձեզ մոտ հյուրընկալվելը գիտեք դրա մասին եւ երկու միջազգային փառատոնի մասնակցեցինք, դա ֆրեսկո միջազգային փառատոններ եւ լորի փառատոններ։ Իդեպ երկու դեպքում էլ մեր ցանկապատ ներկայացումը խաղացել ենք բացօթյա, որոնք ֆրեսկոն այս տարի խաղում էին իրենց ներկայացումները Հրազդան քաղաքում, բացօթյա մի շատ հետաքրքիր անտառի պես ինչ-որ բացատի պես տեղ էր, որտեղ բեմահարթակ կար, բայց բացօթյա մենք շատ հորդարատ անձրևի տակ ներկայացումը խաղացինք։ Ու եւ զարմանալի էր եւ հուզիչ էր եւ շատ տպավորիչ էր, որ հանդիսատեսը չէր ցրվում։ Փառատոնի ղեկավարը մոտենում է անդադ ետնաբեմ, ասում է կրճատեք, ամփոփեք, ոնց որ ներկայացումը ավարտին հասցրեք, բայց հանդիսատեսը չէր ցրվում։ Ու ասում եմ, հասկացեք, որ եթե ժողովուրդ չի գնում, բայց չեք պատկերացնի, թե դա ինչ վարար անձրևի տակ էր, հորդարատ։ Եվ այդ ներկայացումը պիտի ասեմ, որ նաև խաղացինք լորի փառատոնում։ Խոսքը թատերական լորի մասին։ Այո, թատերական լորի մասին է, ու լորի փառատոնի համար էլ մենք նորություն էինք, առաջի անգամ այդ փառատոնի շրջանակներում բացօթյա ներկայացում էր, եւ բավականին լավ տպավորություն ունեցան իրենք եւ նույնիսկ փառատոնը որոշում կայացրեց, որ հետագայում նաև այդպիսի բացօթյա ներկայացումների հրավերներ ունենա Անտոնի։ Առհասարակ ցանկապատը շատ էմոցիոնալ արձագանք է ունենում, հա, եւ վստահ եմ երկրի սահմաններում եւ երկրի սահմաններից դուրս էլ կադրերով գոնե մենք հասել ենք ֆիքսել։ Ամեն ներկայացումից հետո ինչ եք վերցնում, հենց այդ ներկայացման մասին է։ Ինչ եք վերցնում հանդիսատեսից եւ տպավորությունները գուցե նաեւ ամփոփելիս։ Ինչ կա էս։ Ամեն անգամ ինձ համար շատ հետաքրքիր է հանդիսատեսի վերաբերմունքն ու արձագանքը։ Նախ պիտի ասեմ, որ հիմնականում հենց բացօթյա ներկայացման տարբերություն բեմահարթակում խաղալու ու յուրահատկությունը նա է, որ հիմնականում հանդիսատեսը փորձում է անպայման դերասանին մոտիկից շփվել։ Ես չգիտեմ որտեղից է գալիս, դա ինչից է, գուցե բացօթյայի դեպքում շատ ավելի մոտ ենք հանդիսատեսին, շատ ավելի յուրային են զգում դերասանին, չեն զգում գուցե տարբերությունը դերասան, հանդիսատես, չգիտեմ ինչն է խնդիրը, բայց մի բան հիշեցի, ուրեմն ամառային այդ ընթացքում, գիտեք, Վանաձոր քաղաքում լինում են հանգստացողներ, հանգստյան տներից մեկից մի տարեց կին էր եկել ներկայացումը նայելու,
վերջում անպայման եկել էր ինձ մոտեցել է դերակատարներին ու ինձ շոշափում ասում որտեղից ես գտել ես իմ մոր խալաթը ոնց որ լինի շալը վայ նույնիսկ ասում մտածել ես որ խալաթի վրա բան կա բուլավ կա ամրացրած ասում ինձ թվաց ես ընկել եմ ժամանակի մեքենայի մեջ չգիտեմ դու գիտեք ես նաև Աբելյանի թատրոնի դերասան եմ երկար տարիներ այնտեղ աշխատել եմ բայց երբեք չեմ զգացել որ հանդիսատեսը փորձի մոտենալ այդքան դերասանին շատ մեծ տպավորություններ անպայման ուզում են տպավորությունով կիսվել համենայն դեպս բացօթյայի դեպքում ու այդ արդյոք ես մտածում եմ եւ պլանավորել եմ այս տարի եւս մեկ ներկայացում մտածենք բացօթյա ֆորմատով որտեղ ինչքան որ հասկացել եմ բացօթյա ֆորմատը այսօր գալու է երևի փոխարինելու թատրոնին էներգետիկ դաշտ նպաստել երևի ու մի հետաքրքիր միտք է վերջերս ընկերներիցս մեկը ասում են երևի մարդկանց մտածելակերպը աշխարհայացքը քանոյի որ փոխվել է այս ժամանակակից կապերի ինտերնետի միջոցով երևի թատրոնի պատերը նեղացրել են եւ մարդը ուզում է ճնշող են դարձել եւ մարդը ուզում է ավելի լայն մասշտաբային տեսնել չգիտեմ ինչն է խնդիրը գուցե հոգեբանական է այս խնդիրը որ թատրոնի պատերը սկսել են փոքր թվալ մարդկանց բայց այդ տարբերությունը ես ինքս զգացել եմ ցանկապատը բեմադրելու ժամանակ ինչպիսի դետալների եք ավելի շատ ուշադիր եղել որպեսզի ժողովրդի համար լինի ավելի հասանելի ավելի հետաքրքիր եւ ընկալելի հա գիտեք ինչ ընդ գեշխնդիրը նա է որ ես ուզեցել եմ որ մենք որպես հայ մեր որպես ժողովուրդ հասկանանք որ պետք չի ամբողջ աշխարհին անդադ մեղադրել եւ առհասարակ ես որպես մարդ էլ այդպես եմ մտածում որևէ կոնֆլիկտի որևէ տարաձայնության ժամանակ ես միշտ մտածում եմ որտեղը իմ բաց թողումը մենք բնավորություն ունենք ազգային անընդհատ փնտրել դիմացինի մեջ աշխարհում Այս կոնֆլիկտը ես ուզում եմ մարդկանց բացատրել, որ ժողովուրդ գուցե մեր մեջ էլ նայենք, մեր ներսը նայենք։ Չգիտեմ, որքանով է այդ մեսեջը տեղ հասե եւ այդ ազգային, երբ որ մենք խնդիր չենք ունենում մեծ մասշտաբով հարևանների հետ, մենք սկսում ենք մեր մեջ հնդրել ախոյաններ իրար հետ ես ու դու ես ու Անահիտը ես ու հարևանս չէ մենք պիտի սիրենք իրար մենք կպնենք իրար ու հասկանանք որտեղ է մեր խնդիրը իմ ասելիքը համենայն դեպս ես փորձել եմ ես այդպես եմ տեսել մեր խնդիրը այդպես հետո այն ինչ ասեմ առհասարակ բացօթյա ներկայացումների սկզբունքը որն է Այ հիմա դուք ասում եք, որ դուք նոր ներկայացում եք։ Տարբեր է սկզբունքային առումով, բնականաբար մոտեցման առումով, ինչ որտեղ է դա։ Բացօթյա ներկայացումները շատ ավելի ռեալիստական են, բնականաբար։ Երբ որ թատրոնում բեմում դու կարող ես ստեղծել լույսային էֆեկտներով, տեխնիկական որոշակի լուծումներ տալ, իսկ բացօթյա ներկայացումները շատ ավելի ռեալիստական են եւ պիտի շատ ավելի իրական լինեն, որ մարդը գտնվելով այդքան մոտիկ, այդքան բնական միջավայրում հավատա քո արածին ու ասածին։ Թատրոնում գալի այդ միֆերը ստեղծել, լուծումներ տալ ինչ-որ, որը բացօթյայի դեպքում չի լինում, չի աշխատի։ Ես այ հիմա մենք խոսում ենք ու ես մտածում եմ ինձ որպես հանդիսատես ինչու այո էմոցիոնալ առումով ավելի է գրավում բացօթյան որովհետև մենք թեկուզ եւ 21-րդ դարում ամեն վարքյան փոխվող տեխնոլոգիան մենք հասցնում ենք բայց միևնույնն է մենք ուզում ենք բնականը տեսնել այո բնականը երևի ես էլ զգացի որ քանի որ գիտեք աշխարհում տեխնոլոգիաները այնքան արագ է զարգանում դրա հետևից հասնել համարյա այս պահին հնարավոր չէ մենք բնականաբար չենք կարող հասնել երևի հետ են գնում բնականի կարոտն բնականին այո այդ բնական երևույթ է շատ լավ դերասանական կազմը առանձին ինչ որ նախագծերում 2025-ին հաջողել է թե բոլոր հաջողությունները ամփոփված են նաև բոհեմի մեջ հիմնականում միասին ենք այդ ամեն ինչը անում դերասանական խումբը բավականին ծառաբեռնված է եղել անցած տարի էլ այս տարի էլ դու գիտեք մեծ մասը թատրոնի վաղեմի ընկերներն են եւ այդ բոլոր գաղափարները համարյա
միասին ենք իրագործում։ Մանկական ներկայացում ենք ունեցել նաև անցած տարի պրեմիերա, նոյեմբերին ավարտեցինք այդ ներկայացումը, հրաշագործ ծաղիկ այսպես անվանումով, բարային բեմադրություններով, նոր երաժշտական ձայնագրություններով, շատ գեղեցիկ գունեղ, նոր հագուստներով, դեկորացիաներով շատ գեղեցիկ ներկայացում է, որը անցած տարի համարյա չենք հասցրել խաղալ, որովհետև անմիջապես հետո պատրաստվելու էինք նոր տարվա արդեն ներկայացմանը։ Դրա համար շուտով նորից կսկսենք խաղալ այդ ներկայացումը հեքիաթը։ Ընկերներս են խաղում, տաղանդավոր արտիստներ, շատ գունեղ, շատ գեղեցիկ հեքիաթ է ստացվել։ Պրեմիերան եղել է արդեն։ Պրեմիերան խաղացել ենք 2 ներկայացում ընդամենը նոյեմբերի վերջին եւ դադարեցրել ենք։ Հա, մտածված դադարեցրել ենք, որտեղ արդեն նոր տարվա ներկայացմանն ենք պատրաստվում եւ չէինք հասցնի։ Արձագանքները ինչպիսին էին ներկայացում։ Շատ լավ, շատ գեղեցիկ։ Դե գիտեք, մենք խնդիրներ ունենք զուտ տեխնիկական։ Բոհեմի խնդիրները հիմնականում տեխնիկական են, մենք ստեղծագործական խնդիրներ համարյա թե չենք ունենում։ Տեխնիկական են առումով, որ գիտեք, Շարլ Ազնավուրում ենք հիմնականում խաղում, իսկ դա թատերական բեմ չէ։ Դրա համար հիմնականում մենք աշխատում ենք ներկայացումը ստանանք ավելի երաժշտական, ավելի պարային, ավելի երգերով ու գունեղ, որպեսզի երեխայի համար տպավորիչ լինի։ Բայց հենց երեխան դա էլ ուզում են ստվում է։ Այսօրվա երեխան այո։ Նաև տարին ամփոփեցինք 25 թվականը ամփոփել ենք նոր տարվա ամանորյա ներկայացումով, էլի շատ գեղեցիկ, մանկական, բարի հեքիաթ էին կարել, շատ գունեղ։ Անկեղծ ասած, այս տարի մի բանից եմ զարմացել, առհասարակ մանկական հատկապես այդ նոր տարվա տոնական ներկայացումները լինում են շատ աղմկոտ։ Պիտի փաստեմ, որ այս տարվա մեր նոր տարվա ներկայացումը շատ երաժշտական էր եւ բարային էր, բայց շատ լուր էին լսում երեխաները, ինձ համար դա բացահայտում էր, չգիտեմ ինչու, կամ շատ հետաքրքիր էր, կամ չգիտեմ, չէին հասցնում աղմկել երաժշտական էր։ Մի տարօրինակ բան, հա, դահլիճը քար լռություն էր լինում, ու զարմացած անընդհատ դահլիճ էին անում, թե ինչ տարօրինակ լռություն է դահլիճում։ Հրաշագործ ծաղիկը։ Այո, հրաշագործ ծաղիկը։ Փետրվարի 24-ին, եկեք հիշեցնենք նա մեր հանդիսատեսներին։ Այո, սիրով, փետրվարի 24-ին Շարլ Ազնավուրի անվան պալատում համեցեք դիտելու հրաշագործ ծաղիկը ներկայացումը, շատ գեղեցիկ ժամը։ Ժամը 2-ին եւ 4-ին։ Եվ ուզում եմ նաեւ այսպեսի մի հարց ուղղել, այդ բոհեմում ես միշտ նկատում եմ ծննդների հաջող ընթացքը։ Այսինքն եւ ավագ սերնդի ներկայացուցիչ, եւ միջին, եւ արդեն նաեւ երիտասարդ։ Ինչով է դա կարեւոր ձեզ համար։ Առհասարակ թատրոնում դա շատ կարեւոր է, սերնդափոխության այդ ընթացքը, շատ բնականon ընթացքը, որտեղ թատրոնում դու գիտեք ներկայացման մեջ կարող է լինել եւ ծերունի, եւ երեխա։ Ինչով է կարեւոր Գիտեք ինչ, առհասարակ ես ինքս սիրում եմ, որ վարագույրը բացվում է տարբեր սերնդի դերասաններ են խաղում։ Այո, դերասանը կարող է երիտասարդ տարիքում խաղալ եւ ծերունի, եւ ավագ կարող է երիտասարդ խաղալ, բայց դա շատ սուտ է, հատկապես այսօր։ Այնուամենայնիվ, երբ որ դու երիտասարդ ես, այդ կենսափորձը չունես, ամեն դեպքում դու հորինում ես, դերասանություն ես անում եւ հակառակը։ Եթե դու արդեն կենսափորձ ունես, եթե 40-50 տարեկան ես, շնայած համաշխարհային թատրոնում էլ է այդպես, որ տարիքով մեծ երիտասարդ է խաղում, բայց այնուամենայնիվ 40 տարեկանում խաղալ 15 տարեկան աղջկա կերպար կարծում եմ աչքերն ամեն ինչ մատնում են մարդու։ Այո։ Այնուամենայնիվ ճիշտ չէ։ Բոհեմը երբեք չի ունեցել սերնդափոխության խնդիրը, քանի որ ես ասացի, որ մեր միշտ ընկերներ են եղել հիմնականում եւ մեր մոտ երբեք չի եղել այդ կոնկուրենցիան, անառողջ քննադատությունը, այդ թատերական ինտրիգները, ընդհակառակը մենք շատ լավ ենք ընդունել միշտ, հիմա էլ շատ լավ ընդունում են, սովորեցնում են ընկերական, այդ թատրոնի նիստուկացը, այդ կուլիսների կյանքը, մեր մոտ դուք եթե քաղաքում թատերական աշխարհում գիտեմ որ համարյա բոլորին այդ ճանաչում եք, ում հետ էլ կխոսեք, կտեսնեք որ թատրոնում չկա, բոհեմում չկա այդ անառողջ
կոնֆլիկտները։ Մենք միշտ շատ առողջ ենք վերաբերում եւ նոր սերնդին եւ երիտասարդներին եւ մեր դռները միշտ բաց է։ Գուցե դրա համար եք հաջողում։ Կարծում եմ նաեւ դրա համար։ Այժմ ինչ ներկայացման վրա եք աշխատում, ինչ է սպասում հաջորդի հանդիսատեսին։ Այս պահին մենք հենց խոսեցինք երիտասարդների մասին ու պիտի ասեմ, որ Գյումրիից մի երիտասարդ ստեղծագործող կա, շատ տաղանդավոր մի երիտասարդ կա, որին հրավիրել եմ թատրոն ու շատ լուրջ մի դրամա ենք ուզում պատրաստենք, այս երիտասարդը պիտի որ բեմադրի, առաջին փորձերն ենք սկսելու Բնականաբար նաև ունենք հրավիրված դերասաններ կունենանք եւ առհասարակ մեր բոլոր ներկայացումներում լինում են նաև հրավիրված դերասաններ եւ կարծում եմ էլի ասելիքով պիես է Աննա Պետրոսյանի պիեսն է որը որ փորձելու ենք բեմադրել էլի շատ հայկական ասելիքով պատմությունը այսպիսին է դրամայի, որ տարիներ առաջ երկրի լքած ընտանիք, որի ամուսինը մահանում է եւ կինը որոշում է, որ մարմինը պիտի տեղափոխի Հայաստան ու որդու եւ մոր sense կոնֆլիկտ է ինձ թվում է շատ ազգային ու ասելիքով էլի ինձ համար շատ կարեւոր է պիեսի ասելիքը մեսիջը Այսօր շատ կան, դուք գիտեք, թատերական աշխարհում շատ կան ժամանցային, եվրոպեական ինչ-որ հաճույքներով, sense չասելիքով ներկայացումներ։ Ինձ համար կարևոր է ներկայացման ասելիքը, թե ինչ է ուզում ասել, ինչ տարարդուք ես հետ դահլիճից։ Ինձ համար դա շատ կարևոր է եւ ցանկացած պիես ընտրելու դեպքում ինձ համար հենց ես միշտ փորձում եմ հասկանալ ինչ ունենք մենք ասելու հանդիսատեսին։ Եվ առաջիկա անելիքների մասին, որոնք արդեն նախատեսված Կփորձենք էլի փառատոնների մասնակցել, մի քիչ արդեն ուրիշ քարտեզով, ուրիշ մասշտաբի, այս ներկայացումը բարեհաջող երևի կավարտենք եւ մի կոմեդիա ենք նախատեսում, ավելի թեթև կոմեդիա, որ փորձում ենք թատրոնը ունենա, քանի որ մեր թատրոնը եղել է միշտ Դուք գիտեք քաղաքը փոքր է։ Քաղաքում ունենք ռեպերտուարային թատրոն։ Այսօր իմ նպատակն է նաև բոհեմը ունենա ռեպերտուարային ցանկ եւ հիմնական ներկայացումներով ռեպերտուարով թատրոն դառնա։ Այսինքն մենք ունենանք, որպեսզի ունենանք տարբեր տեսակի ճաշակի հանդիսատեսի համար առաջարկներ։ Ունենանք եւ դրամա, եւ կոմեդիա, եւ մանկական, եւ դպրոցականների համար նախատեսված Տարվա առաջին կեսում կհասցնենք դրամատիկ ներկայացումը։ Այո, անպայման։ Դա ինչ սպասում ենք ձեր բոլոր ներկայացումներին հերթով քայլող շարքը։ Եվ ցանկանում ենք բազմաթիվ հաջողություններ բոհեմին եւ իհարկե ձեզ բոլորին։ Շնորհակալ եմ դուք միշտ բոհեմի կողքին եք, դուք միշտ լուսաբանում եք մեր արածը եւ չարածը։ Շնորհակալ եմ, որ լավ ընկերակցում ենք միասին։ Կարծում եմ դա կլինի շարունակական։ Սիրով մենք սպասում ենք այստեղ ձեր բոլոր հաջողությունները լուսաբանելու, հանրությանը ներկայացնելու եւ ել ավելի ողջևորելու, որ ել ավելի մեծ հաջողություններ գրանցեք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ եւս հարգելի հեռուստատողներ, եթե մեր զրույցին եք հետևում, իսկ եթե բոհեմը բացինեկի տաղավարում է իդեմս նաեւ Հերի Բաղդասարյան, ես ուզում եմ այս հատվածը ամփոփենք այն կարևոր ասելիքով, հա, ներկայացման, որը որ բոհեմականներն են տանում, այո, մեր ցանկապատը պիտի կառուցենք մեր հյուրից, մեր հայրենիքից, մեր այգուց դուրս, երկրից դուրս։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, կհանդիպենք քիչ անց։ Շարունակեք դեր ֆորտուն, ալիք չփոխեք։ Այս կնիկս էս ուրա գալիս չի։ Այ մարդ, խելքը թերցրել ես, թշնամին ջարդելով ու վարելով հասել է հարևան գյուղ, դու այստեղ չափարի կռիվ ես անում։ Լավ եմ անում, իմ կռիվը իմ ցանկապատի համար, հա։ Մեր ցանկապատը, մեր այգուց,